Այդպես, լավ է, շատ լավ է։ Մի քիչ էլ պատտվիր, մի քիչ էլ, այդպես, գերասած, ինչ ես լրել, Գրիգորյան։ Էլի թե հերիք է։ Հերիք է, ապրես։ Շատ գեղեցիկ, իսկ ցուցանիշներ, հա։ Սա ինչ մարդ է, ինչ ցուցանիշներ։ Փաց նարկա է։ Չէ, ես նկատի ունեմ արտադրական ցուցանիշները։ Ախ, արտադրական։ Ահա։ Այդ հաշվով հարգելի ընկեր ազգանունդ։ Միքայելյան, Վիլեն Միքայելյան։ Այդ հաշվով ընկեր Միքայելյան չենք կատակում։ Քանի տոկոս է։ 114։ Շատ ապրես։ Այդպես են և բոլորը։ Իսկ մեր ակումբում ինչ տոնացար կազմակերպեց երեխաների համար։ Բա։ Ծառն է ուսից դրած բերեցի։ Ուսիդ դրած։ Այսօր ինչպես ուսիդ։ Հենց այնպես, իսկ տեխնոլոգն էլ գործարանի մեքենայով գնաց Սևան ձուկ բերելու։ Ինչ ես կլավզանում, ասաց ինչ է։ Դրա համար էլ նկատողություն արինք։ Դե մարդ է սխալվել է։ Բա ոնց։ Այսինքն ինչ է եղել որ։ Որ ձեզ ասեինք ամեն ինչ նորմալ է։ Ոչինչ էլ չի պատահել։ Անաղուհաց մարդիկ են։ Ամեն ինչ անում ես, առաջ ես քաշում դրանց, որ այսօր հայելի հետ։ Նկարվենք կինոյում։ Կինոյում։ Երես են արել, մեծ խոսով են։ Նկարեք, իսկ որտեղ։ Արտադրամասում։ Եվ ոչ մի հարգանք, չգիտես ինչ անես։ Փորձն այսօր է նշանակված։ Ժամը 6-ին աշխատանքից հետո։ Հիմա 11-ն է։ Ընդմիջումից հետո տուն կգնաս։ Իմացար։ Իմացա։ Կակնվես, մազերդ կսարքես։ Ահա, կգնամ արտավրանոց, առայժմ։
Հայտե հանդիպեցինք։ Հանդիպեցինք։ Էդ որտեղից լույս ընկար։ Վարսավիրանոցի մոտ անցնում էի, տեսնեմ նստած սիրունանում ես։ Հետ ուր ես գնում։ Աշխատանքի։ Միշտ այդպես ես գնում աշխատանք։ Բա ոնց։ Ուրիշներից ինչով է պակաս։ Գիտես ինչ, ինձ կինո են գցում։ Հետպես։ Ես էլ մեքենա եմ առնում։ Ուզածիդ հասար վերջապես։ Ուրախ եմ։ Բա ինչ էիր կարծում։ Եղբայրս ամուսնացավ, մի լավ ընտանիքից աղջիկ է բերել։ Նա էլ հասավ նպատակին։ Աները խոստացել է կոոպերատիվ գներ։ Աստուն փակ։ Մայրդ գոնե մի քիչ կհանգստանա։ Մեր հաշիվն էլ ուրիշ կերպ կդասավորվեր, թե որ մի քիչ ամպերող լինեիր։ Հա? Ուրիշներից ված չեմ ապրում։ Իմ ինչն է պակաս, գոհ եմ իմ կյանքից։ Բա? Միտքս եկավ, ինչի նման էր, երբ քեզ գյուղից քաղաք բերին։ Քո պորտնի պրտե Փարիզում են կտրել, հա? Որ դու եկար, մենք 10 տարի քաղաքում ենք։ Կներես, շատ կներես։ Ինչ է։ Այդ մեկը չգիտեի, այդ բանը մտքովս չէր անցել, փորձ ենք անում, վախենում եմ ուշանամ, հասկանում ես, ամեն օր կինոն չեմ նկարում, հասկանում ես, դե ես գնացի։ Դե մի խոսքով Ես գնացի։ Ինչ փափլիկ, ինչ Կամավոր, ինչ շատ է զգալի, ինձ էլ։ Ինչ սիրուն խալի։ Աչքս տեսակ թե չի առա։ Լավն է, չէ։ Իմ սիրած գույնը։ Մասամցարում են տալիս։ Իսկ որ ցուցակով։ Հերթը։ Հերթը ձերն էր։ Իսկ ինչ շուտերը, հերթը մերն է։ Դուք արտիստներ եք, կինոյում նկարվողներ։ Այ ինչն է պետք կինոն, թե հավես ունես դու գնա նկարվի, քեզ խանգարող չկա։ Հապա ցույց տեսնեմ, հա։ Թողեք անցնեմ, ինձ կինոյում Վերցրեք, շնորհավորում եմ։ Հաջորդը ենգի բանը։ Էй, կին այդուր եք։ Ես մեր ցեղի երթերից դու նրան ես տալիս։ Ոչ չկա ձեր ազգանունը չկա, ցակը մի չեղած մերտի պիտի սպասի։ Հետեր պակաս որ գլուխ չբերի։ Էդ ինչ ազգանունը չգիտես ինչ է։ Ներուշ, բռնես խալի։ Ինչ եք անում։ Սակոնն է։ Իսկ հիմա իմը կբերեմ։ Մի խանգարի ազգանունը Գևորգյանից դու նրան ես տալիս։ Արի, սնգեմ թող Իսկ իմ ազգանունը այստեղ։ Հազիվ պոկետի խալին տեսնենք գեղեցիկ եթե ոչ։ Մինայի, ահա իսկ իմ ուզածն է։ Մինայի Որ դու չլինեի, ես հաստատ առանց որ կմնայի։ Իսկ իմ ուզածն է, գնաց մենակ։ Աշխատեք։ Լավ է, սենարով ինչ եք նկարելու հետո։ Չէ, այստեղ է։ Այստեղ։ Ահա, այստեղ։ Էսուր կորար։ Էսուր էիր չկրել։ Շատ լավ է։ Ինչն է լավ։ Դուք եստեղ դες համար հանգիստ փորձ եք անում, իսկ գորգերի ներհերթը տալիս եք շտապող ցեղերին, բա։ Ինչ կա որ։ Դուք եք հաջորդ անգամ։ Ինչ կա որ։ Իսկ դուք մեզ հարցրել եք։ Դե հերիք, մի գորա։ Քեզ մարդավարի ասացի։ Գորգ են տալիս։ Այախ դու ինչ մարդ ես։ Մեր թափուշի աղջիկը մարդու է տալիս։ Այդ կնկան խալի է պետք հասկացիների։ Ասացի ձեր խալին կստանա։ Խարու ժամանակ։ Թափուշի ինչ ես խորում տալի, դե շուտ Հասանում ու Քեզ ասացի շուտ արի, համարը մարդ չկա թափուշ։ Բա այսքան վաղ որտեղ է։ Ես էլ մի կանեմ։ Չէ դժվար է, հա։ Գոնե մի խալի էլ չի մնացել։ Գորգերը բաց են թողել գործկոմի հաստատած ցուցակով։ Ձեր ցուցակը ինձ պետք չէ։ Ինչ կա որ մի քանի օր սպասեք։ Խալին ինձ այսօր է։ Ուզում եք խալի դառնամ ինչ է, ճուլեմ աշկեր ունեք տեսեք, հա։ Խալի կա։ Մելի բախտը չբերեց։ Ցուցակները բերեք ստուդիա, տեսնենք բոլորին գրել են։ Այդ ինչ է թափուշ ուշացար։ Կարան հաչ հաստրեցիր։ Դու հաստրիր։ Հա, տեսա մեքենան։ Ինչքան շտապող կար կողքին էր հավաքված։ Հո մի սկանդալ չսարքեցի, տեղն ու տեղը մեր ցուցակը բերեցին։ Այ աղջի, մի ինձ լսի հարիվիկ։ Հա։ Խալին ինչից է հարկավոր։ Դու ոչ տուն ունես, ոչ էլ ընտանիք։ Իսկ ես իմ աղջիկան մարդու եմ տալու։ Ինձ տուրելի։ Ուրեմն որ տուն չունեմ, ընտանիք չունեմ, ամեն ինչից զրկվեմ։ Ինչ ես էսպես սիրտս տրուրում, մեղավոր եմ, հա, որ մենակ եմ։ Ախր ես։ Քո ասելով ստացվում է, որ ես իմ մարդ չեմ, հա, որ միշտ էլ մենակ եմ մնալու, հա։ Վերցրու իմ խալին քեզ են տալի։ Սա էլ ծնդե։ Ես իմ փողով կանեմ։ Գնա քո այդ աղջկան քնթով երգոյին ասա, որ փեսային գորգով չեն ճանկում։ Իսկ սիրուն քնթի։ Нашлась.
Դու ինձ վառես դաշես։ Ոչ ընտանիք, ոչ։ Արևիկ, ինչ վերաբերել ես բարով։ Միլան խալի գնեցի։ Շնորհավորում եմ։ Բայց շատ կներեք ես խափեցի։ Բան չկա, այսօր օբյեկտ կնայեցի, կնկարանենք ավելի։ Գիտեմ։ Այս կարգես խալի գնեցի։ Մազես որ ինձ տեքստը բայսակից մեջ այստեղ է։ Այս խալին բռնեք։ Ահա, այսպես։ Ոյ, գետնի չդնեք։ Իսկ ինչ կլինի։ Գտեսած որ ուշ ոչինչ։ Ինչքան է ծանր։ Ես դեռ տեքստը։ Հիմա մի տաքսի ենք բռնելու։ Ինչ է կանալու։ Գնան։ Կանգառնեսը չաչի գնա։ Ինչ կացի ծաղելու։ Էй, տաքսի։ Սպասի, ինչ է, չես կարող սպասել ինչ մեքենան կանգ առնի։ Սիրելի, սերու չեմ գնալու, տանես, հա։ Գտանեմ։ Արի շուտ բեր։ Գժվել ես, ինչ է, սա ֆուրգոն Դու չի։ հագիստ նա, ես Ոնց տեղավորեմ։ հագիստ մնամ։ Ես գիտեմ ոնց տեղավորեմ։ Ոտը եղավ։ Դեսը տուր։ Էդուր ես խցու։ Քիչել։ Ոնց եմ քիչել։ Վերջ։ Հա, գիտես ինչ է։ Նկարահանող գործ է, իսկ դու ամփոփ մարդ ես։ Դրա համար էլ պիտի անպայման տեսնենք եւ տեքստը միասին մշակենք։ Իմ հեռախոսի համար։ 44, 32։ Լսիր Արևիկ, միգուցե գոր գտանենք։ Յա։ Հենց այսօր։ Հետո գնանք մեր տուն եւ առանց շտապելու փորձենք։ Չէ, չեմ կարող, պիտի որոշեմ որտեղ եմ կախելու գորգը։ Չէ, դա այստեղ բան է, մենք ուրիշ անգամ։ Ընկերուհի գնանք։ Գնացեք։ Ես դες զանգարեմ։ Ստեսություն, հաջողություն։ Գնացինք։ Կինոյում նկարել։ Իմ ծանոթ վարսավիրը առանց երդից արկեց իմ մազերը։ Սա նրա շինյոնն է։ Տվել է որ նկարվեմ։ Գեղեցիկ գորգ է, չէ՞։ Դուր է գալիս։ Ինչ սիրուն է։ Քեզ էլ գորգով են նկարել։ Չէ, գորգը գնել եմ մասնավճարով։ Մեր գործարանն էին գրել։ Բոլորն առնում են։ 200 տարի հո չեք ապրելու։ Ինչ վատ բան եմ արել։ Գնել եմ իմ ազնիվ աշխատած փողով։ Եվ ոչ թե գողացած։ Դե արի ու ազնիվը գողացած է ջոկի։ Ազնիվ մարդը ձեռաջոկվում է։ Ինչ է, ճակատին գրված է։ Հա, գրված է։ Այ դուք իմ կարծիքով ազնիվ եք։ Ուրիշները մեքենայում նույնիսկ ամոթ է ասել։ Կպցնում են տեկլորին կողմի կնանոց գուրանամ ու չտեսնեն։ Կանգնիր, էդուր, կանգնեցու մեքենան, կեզ ազատի կանգնեցու մեքենան, իմ ադուս կթրջեմ, ոգնեցեք։ Ստիղ։ Ինչ ենք անելու։
ազատ։ Ես իսկ իրավունք չունեմ բան տեսնելու, հասկանում ես։ Գնանք քեզ ամեն ինչ կասեմ դու կհասկանաս ինձ։ Ես իրավունք չունեմ բան տեսնելու, հասկանում ես, չունեմ։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, դու ինձ կհասկանաս։ Ուզում ես քո առաջ ծունկի չոքեմ։ Ուրեմն Արևիկ Գևորգյան։ Գարեգինի։ Արևիկ Գարեգինի Գևորգյան։ Հա։ Ուրեմն անցնենք առաջ։ Եվ այսպես, վարորդը փորձում էր փախչել հանցանքի վայրից։ Հա։ Այսինքն չէ։ Մենք մեզ համար գնում էինք։ Ինչպես հասկանաք։ Ձեր համաձայնությամբ թե ձեր կամքին հակառակ։ Հա։ Այսինքն չէ։ Դե, երբ այդ բանը կատարվեց, ես այնպես խառնվեցի, այդքանից հետո էլ ինչ ցանկություն կամ ինչ համաձայնություն։ Արևիկ Գարեգինի, ուզում եմ ձեզ հիշեցնել, կեղծ ցուցմունքի համար ձեզ կարող են ենթարկել պատասխանատվության։ Խնդրում եմ չմոռանաք։ Ինձ։ Ինչի համար։ Եթե ճշմարտությունը չասեք։ Իսկ կա այդպիսի օրենք, որ ստի համար դատեն։ Բարեբախտաբար կա այդպիսի օրենք։ Ուրեմն ձեր համաձայնությամբ էր տանում, թե ձեր կամքին հակառակ։ Կամքին հակառակ։ Ես ձեզ չեմ հարցնում, Անդրեասյան։ Արևիկ Գարեգինի։ Դե, որ մարդն ասում է, ուրեմն կամքին հակառակ։ Այդպես, նա սպառնում էր ձեզ, ֆիզիկական ուժ էր գործադրում։ Չէ, սեր էի բացատրում։ Ես ինչ է ասում։ Անդրեասյան, մի խոսեք։ Ուրեմն սպառնում էր ձեզ։ Ասացի, որ սպառնում էի։ Փչում է, սրան չհավատակ։ Սպառնած, ոնց չէ։ Հապա թող մի փորձեր, ես դրա նմաններին։ Մի սրան տեսեք, տղամարդ է դարել։ Ոնց չէ։ Ինձ ոնց էր աղաչում, ձեռքերը դողում էին, լաց էր լինում։ Գործրեք սրան էստեղից։ Հանգստացեք, այլապես երկուսիդ էլ կալանքի կառնեմ։ Ես ամեն ինչ կպատմեմ, չկվիլ էստեղից։ Ինչ ես ինձ վրընդում էստեղից։ Ես քեզ ինչ եմ արել, հա, ինչ։ Վերջ տվեք։ Նստեք տեղներդ։ Տեղներդ նստեք։ Այո, լսում եմ։ Շատ լավ է, որ ոչինչ չի պատահել։ Да, спасибо тебе. Я заканчиваю. Հասկանալի, ողջույն։ Դե Անդրեասյան, Աստված ինքն է քեզ օգնում։ Ոչ Աստծուն եմ հավատում, ոչ սատանային։ Ինչու ես քեզ զարպարտում։ Գործը միայն։ Այսպես ուրեմն, դու ժողը միայն թեթև ցնցում ես ստացել։
Նրա կյանքը վտանգի տակ չէ։ Բարձ է։ Շնորհավորում եմ։ Էլ բարկանալ ինչ էր։ Ահա, կարդացեք եւ ստորագրեք։ Երկուստ էլ։ Ես էլ։ Ներս մտեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞ր դուր եք անում։ Հա, լավն է։ Արևիկը դու ես։ Ահա։ Ինձ մոտ եք եկել։ Հա, քեզ մոտ։ Դու այստեղ վարձով ես ապրում։ Հա։ Ինչքան ես տալիս։ 40 ռուբլի։ Ինչի որ։ Պրոջեկտ ինչքան։ 100։ Իսկ դու ով ես։ Սպասիր մի գոռը։ Այն Բաքում կանգնած կինը քո տանտերն էր։ Տիկինը։ Հա։ 40 ռուբլի։ Դե իմացեք, հա, տես։ Գեղեցիկին, աշխատանքի մեռած, առաջավոր ես, չէ՞։ Հա։ Տուն չունի։ Այ, ձեր չեք տեսնում ձեր քթի տակ ինչեր են կատարվում։ Շուտով բնակարան եմ ստանալու։ Հերթում 4-րդն եմ ես։ Բան ասած, հերթ։ 2 տարի է ինչ հերթի եմ դրված։ Ինչ կա որ, մենակ տետային, սպասել է կարելի է սպասել։ Մեկ էլ տեսար մեկն ու մեկին առանց հերթի խցկում են։ Հա? Բա? Էդ ոնց է խցկում։ Են էլ առանց հերթի։ Չէ, մեր գործարանում դա լինելու բան չի։ Ես հանձնաժողովի անդամ եմ։ Էդ ինչ եք անգնել տղերք, նստեք, ոտի վրա գործ չեն անի, նստեք, իմացեք ձեր տունն է, բենո, արի, նստիր, ատոր վերցու։ Արվիկ ջան, ինչ ես կանգնել, սուպրեմ բեր, սեղան գծի, ասում են թե, նույնիսկ եթե իրար երկու բոլորովին անծանոթ հայ են հանդիպում և ոնց որ պետք է քրքրում են իրենց ազգուտակը, ապա անպայման պարզվում է, որ նրանք հեռավոր ազգականներ են։ Դե շարժվիր, օգնին ուստամուկուչ։ Ուստամուկուչն էսպես է ասում, հենց իմանանք, թե մենք իմ կրոջ աղջկան Մարուշին հյուր ենք եկել։ Հա, բենո, ինչ ես քարացել այմար, ինչ օրետներս բերել ենք դիր սեղանին, մի կաշվի, բեր դիր սեղանին, բեր։ Ես իմանդ եմ Արիստ Ես ինչ է, ինչու եք բերել, ախր ինչու, իմ տանն ինձ ամոթով եք թողնում, ախր, այսօր բան չեմ պատրաստել, ձեզ ինչով պատվեմ, ես ինչ իմանայի ախր։ Մենք գորոզ մարդ չենք, այ ես ձերքերով ենք մեր հաց աշխատում։ Այդ ձերքերովդ նրան չես զարմացնի։ Նա էլ է բանվոր դասակարգ, նրա ձերքերին էլ կոշտուկներ կան։ Իմ ձերքերը կոշտուկավոր չեն։ Արևիկ ջան, գնա բաշակներ բեր, խնդրում եմ բաշակներ բեր, Բենո, դու դեռ մի 20 տարի էլ չես պսակվի։ Այդ երբանից եք կոշտուկը կնոտ ձերքի զարդարանք տարել, հա։ Ուզում էի ասել, որ լավ, նա էլ է բանվոր դասակարգ։ Դու էլ նստիր, մի կանգնիր, նստիր։
Արձանի պես մի կանգնիր, լստիր ասում են։ Գլխարկը թանիր։ Գլխարկը թանիր։ Արա գլխարկը թանիր ասում են։ Լսրու։ Չէ, ես չեմ խմի։ Դու լսրու։ Հեյ։ Հոպ։ Բերեք խմենք։ Բերեք խմենք մի մարդու կենաց, որն այսօր մեզ հետ չի, բայց շուտով, շատ շուտով մեզ հետ կլի։ Բայց այդպես ոնց կլինի արևի, որ մեր Անդոն գնա ու բանտ նստի։ Անդոն? Հա, Անդոն, մեր ընկերը, Անդրանիկ։ Բայց ուր եք ինձ մոտ եկել։ Ես ինչ եմ, դատախազ եմ, քննիչ եմ։ Այդպես մի խոսի, դու վկա ես։ Վկա ես, դու վկա ես։ Դու գիտես ինչեր կանի վկան։ Վկան, որ ուզենա աշխարհն էլ շուր կտա։ Ոնց շուր կտա։ Ուր շուր կտա։ Շուր կտա։ Սպասի, Բենո, սպասի, էլ ճիշտ մարդ ես։ Էլի ինչ ասիր ինչ պետք էր։ Սպասի էլի։ Սպասի։ Հիմա ես քեզ բան չեմ ասում։ Դու գիտես քո խիղճի, ես սպաս։ Արևիկ, ինձ լսի։ 2 ամիս է ինչ այդ մարդը կնկան թաղել։ Արևս վկա 2 ամիս։ Խեղճ երկրորդ երեխան բերեց ու այդպես էլ վեր չկացավ տեղից։ 3.5 տարի պարկեց։ Անդոն էլ մենակ մնաց, 2 երեխան վրա մերը պառավ։ Այսպես բաներ։ Դե հիմա ես ինչ ասեմ քեզ քորիկ չեմ։ Դու գիտես։ Ինչու։ Ինչու եք այդ բաներն ինձ ասում դուք բոլորդ, հա։ Ձեր ասելով ես մարդ չեմ։ Տիտս կարից է։ Ես էլ կին եմ։ Ինչի եմ։ Այդ սան ինձ էլ է դահում։ Չէ, ես էլ ինչի համար եմ քեզ ասում։ Ես պատաս մայր կլեի, հա։ Անիծվի, խալինա։ Անիծվի։ Իսկ երեսն էլ չեմ տեսա։ Ասացել լավ չելի։ Բենո։ Հա։ Ես լավ ես։ Լավ ես։ Արևիկ։ Հələ ինձ լսի։ Են հարևորը որ մեքենայի տակ է եկել։ Ողջ է մնացել։ Իր քեֆին հանգիստ պարկած է։ Հիմա քո մեղքն է, որ դու նրան թողել ես ու ցլկել։ Իմ մեղքը։ Դե ձեր երկուսինը։ Կոնն ու Անդոյինը։ Դուք միասին եք եղել, չէ՞։ Հիմա ինձ լսի, ես մի փաստաբան եմ գտել։ Շատ խելոք մարդ է։ 2 ինստիտուտ է ավարտել, նա ինձ ասեց, այստեղ այնտեղ մի ինգի, Արևիկ Գևորգյան։ Ձեր միակույսը նա է։ Դու ասա, որ գնացել եք շտապ օգնություն բերելու, հասկացար։ Շտապ օգնություն։ Այդ օգնության երեսը մենք չենք տեսել։ Մենք քննիչին ուրիշ բան ասացինք։ Մենք նրան եղածն ասացինք։ Հիմա ուրիշ բան ասա, խոսքդ փոխի։ Ցուցմունքը փոխի ու վերջ։ Հասկացար։ Տվատը ցուցմունքը փոխի, ասա որ ես չգիտեմ, դե ինչ իմանաս թե ուր էր գնացել Անդոն, հա։ Ինչ իմանաս թե ուր էր գնացել Անդոն։ Մեկ էլ տեսել գնացել է շտապ օգնություն բերելու։ Ասացի որ օգնության երես չի տեսել, մա որ շտապ օգնություն էր գնացել, ինչ շտապ օգնություն չէր բերել։ Մի հարցնով լինի, այդ ուր էր չկվել, այդ ուր էր չկվել։ Ինչ իմանամ թե ուր էր չկվել։ Դե դու ասա շոֆերուր կարող է չկվել։ Մոտորը հանգած կլինի, պատին խփած կլինի, կամ գուցե բենզին էր վերջացել։ Չէ, հիմա դու ասա, դու ուզում ես օգնել։ Մտքում ես կան ես մարդավարի ուզում ես օգնել։ Բարկավի ժամանակ ոնց էր, մարդիկ մահուդեմ էին գնում, բայց ընկերոջը չէին ծախում։ Բան, Թե չես ասում, պատերազմի ձեր չտաս, բալու ամոչ ունես, այդ քրճկը գանը, չես դեպում, պատերազմի մասի չոսես, դու նավա շատ էր, դու ինձ լսի, դու լսի, թե ես ինչ եմ ասում, ես ուզում եմ, որ դու да урիշ, Слушайте, кончайте базар, вы нам мешаете. Одну минутку.
Я тебя больше не слышал про войну. Ладно, говорю, с Артином мешаешь. Ճիշտ ասած։ Ուրիշ մարդիկ էին։ Կռվի ժամանակ վիրավորներին անտեր չէին թողնում, չէին փախ։ Վերցրու գնանք։ Գնացին։ Գնա, ներում է, գնա։ Это все ты. Ты его с толку сбила. Никогда не поверю, что Бандо бросил раненого и убежал. Տեսա, հասկանում եք, դուրս եկա տեսնեմ պարկած, կողքին ոչ ոք չկա, վազեցի զանգարելու շտապօգնություն, կարծելով թե ձերուկն այս կողքերում Պարավի ընտանիքի հետ խոսել են։ Մտքովս էլ չեր անցնի, որ այսպես կստացվի, մենակ թե անդոն չփախչեր։ Տեսնես ինչ եմ մտածում, Մտքով կանցներ այ մարդ։ թող ասի թե գնացել է զանգարելու։ Սրանք բավական, բական կհաստատի։ Այդ ջաթուն որտեղից փաթաթվեց խեղճ մարդու վզին։ Մենք ենք ջոգում մեր հաճախորդին բանասիր։ Վկան որ ասել էլ ինչ դարդ։ Այդ անտերի ձենը կթել է։ Այդ որտեղից լուսն գար է։ Այդ այսպես կանգնած խոսում են, գնա գործիդ, էլի գնա գործ չունես։ Գնա գործիդ։ Ասեք ինչ եք անում։ Ես ինչ եմ արել։ Արի այստեղ գործ չունես։ Արի։ Այդ վկան ջաթուի մեկն է։ Ասում են թե ինքը քննիչներ է ասել։ Ինչ ես այդ խեղճի տունը քանդում։ Ասում են թե այդ քննիչը շատ լավ մարդ է։ Այս ինչ է ասում։ Ըստ է շատ լավ մարդ է, բենոջ։ Դու ոսկի տղա է։ Բա, բերին։ Վարտայր դու գործ չունեք, ես կմոտենամ։ Դու փորձած չես թող գնա։ Գնա։ Վայ, հայրիկ ջան, ոնց որ 16 տարեկան տղա։ Էջի հաշմանդամ դարձեք հիմա այդտեղ եկա։ Բասա հաշմանդամ է։ Ոնց եմ ասում։ Բավոր հայրիկը տուժած լինել, գոնե Ձեզ հիմա կպենքա այդտեղ եք դրել, այդ ձեր սարկած խաղը մեզ մոտ չի անցնի։ Զգուշ հայրիկ, զգուշ։ Մարդեիք ավարիայից առաջ այդպես վրան դողայիք։ Ձերուկին խանութ չէին ղրկի։ Բենո կնոջ հետ ձևի չեմ խոսի, ասում են բեյնդ չի մտնել։ Ապրես ժորա։ Հիշում ես քեզ ինչ ասի։ Հենց հիմա գնա ու երեխեքին բեր։ Բենո, ինձ լսի։ Անդո երեխեքին առաջին շարքում կնստեցնես, թող տեսնենում են դա։ Ուրիշ մարդ չնստի կողքնել։ Խնդրեմ, անցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ժամ։ Բարև ձեզ։ Ինչ մարդ է։ Շոֆերի հոգին ու պատիվը հասկացող։ Հոգին հասկացող։ Մենակ այդ կնիկը համը չանի։ Լսի, Բենո ջան, դու ուստամուկ չին բեր թող երեխեքին նստի, հա։ Ինչ է կարծում, ինչքան կտա։ Վաչե, դու ինչ ես այստեղ նստել, քեզ ասեց չի առաջի կարգում երեխեքի կողքին։ Հանգիստ մնա, դու գնա, ես կստաց։ Անցեք։ Լևոն, վերքասու գնա առաջ, գնա։ Չեք տեսնում տեղը զբաղեցնում։ Բենո, ինչ ես անում, Բենո։ Գործ ունես նրանց հետ։ Վեցեք պայուսակը տեղը դրեք։ Ներողություն քույրիկ ջան։ Հա, ձեր պայուսակը։ Հանգիստ ստի հարիկ ջան։ Հանգիստ ստի։ Դու մի վերկած, ընկերներ, խնդրում եմ այս շարքը չզբաղեցնեք։ Երիտասարդ, խնդրում եմ։ Գնա գործիդ էլի։ Բենո սանդար դուրս։ Գնա այմար դու գործ ունես։ Երեխեքին մի վեր։ Չէ, դու գործ ունեք երեխեքին ես ինքս կբերեմ դու գործ ունեք։ Գլխարկդ Բենո։ Ու հիվանդ չես։ Ներս կանչել վկա Արևիկ Գևորգյանին։
Հայտնեք դատարանին ձեր ազգանունը, անունը եւ հայրանունը։ Արևիկ Գարեգինի Գևորգյան։ Եկեք։ Արիանց, արիկանց։ Արի։ Սատում արի։ Այս վերս։ Նստի։ Իմ պաշտպանյալը խնդրում է դահլիճից դուրս տանել իր երեխաներին։ Դատարանը բավարարում է Մեղադրյալ Անդրեասյանի խնդրանքը։ Երեխաներին դուրս տարեք դահլիճից։ Ինչի՞ որ։ Դատարանում չեն վիճում քաղաքացի։ Դատարանը պահանջում է երեխաներին հանել դահլիճից։ Լավ, երեխեքն ուզում են հորը տեսնել, հետում են վնաս տալիս որ։ Ինչ են անում։ Գնաց։ Եկեք։ Արի սատում արի։ Հանդուրում եմ չհագաճարել։ Չէ, հետում են խանգարում, արի։ Դրան ինչ եք լսում։ Հանդո։ Դες անհասկացող էլ կմնաս։ Էլ ոնց կլներ, խանչալի քարը վեր ընկավ։ Ես ի՞նչ մարդ է։ Վանիկ ջան, ախորպես մի ես երեխեքին տարտուն էլի։ Տարածտրուտուն մոտները մնա։ Լավ։ Չգնաս, հա, մոտները կմնաս մինչև ես գամ։ Շատ լավ, խանդը։ Եվ այսպես վկա Գևորգյան Արևիկ Գարեգինից։ Նորից եմ կրկնում հարցս։ Դուք վկայում եք, որ քաղաքացի Անդրեասյանը հարվածելով դուժածին հաղթել է պատահարի վայրից, ցույց չտալով նրան անհրաժեշտ օգնություն։ Պատասխանեք։ Այո թե ոչ։ Այո։ Ղաներ տղաներ ինձ լսեք։ Անդրեասյանը որտեղ է ապրում։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Չեք ասի, Անդրեասյանը որտեղ է ապրում։ Բարձրացեք սանդուղքով և թեքնեք աչ։ Հա, այստեղից։ Անցեք Վիջանցկով և երկրորդ դուռը։ Չեք ասի նրանք տանն է։ Մայրիկը Չէ, սա մայրիկը չէ Ես Արևիկն եմ Արևիկը? Ես եմ Արևիկը Հա, դու էլ ես Արևիկ Հա Ուրեմն երկուսս էլ Արևիկ ենք Բայց դու կլինես փոքր Արևիկ Իսկ ես մեծը, եղավ, նա ով է Նա էլ իմ եղբայրն է, Հովիկը Հովիկ Հովիկ? Բարև Здравствуй
Լսիր, վարվածի հոտ է գալիս։ Վայ, մեր կաթը։ Տատիկն էլի կբարկանա, կաթը թափվել է։ Դա թափվել է, որտեղ է ձեր լաթը։ Ման չկա, լավ հասանք։ Հիմա կկարգավորենք այնպես, որ տատիկդ ոչինչ չի նկատի։ Ինչ է տատիկը շատ է ջղային։ Չէ, ենքան էլ չէ։ Հետ լավ է։ Լսիր, իսկ ինչու չես սանրվել, հա? Իսկ ինչ կա։ Հապա մի նայիր, թե ինչի ես նման։ Որտեղ է քո սանրվոչ ես կորցրել։ Դե գնա և սանրվի մի լավ կարգի բեր քեզ։ Չավոր սիրուն աղջիկ ես։ Խաղանք։ Ой, какая красивая кукла. Շատ սիրուն է։ Վայ, լոտկը պոկվել է։ Հիմա մազերը կսանրենք, և տիկնիկը կուրախանա։ Շատ սիրուն տիկնիկ է։ Իսկ անունը ինչ է։ Անուն չունի։ Ով է։ Պետք է որ անուն ունենա։ Իսկ ինչու։ Պարտադիր է, բա առանց անուն դու արևիկն ես։ Նա էլ Հովիկը, իսկ սա ով է։ Սրան էլ անուն հարկավոր, ճիշտ է։ Ասենք թե Կարին է։ Չէ, ուզում Կարինը զվելի է։ Ինչու որ այդպիսի մեկը կա ձեր դասարանում, հա։ Չէ, մեր բակում։ Իսկ ես չեմ սիրում Ռուզան անունը։ Մեր դպրոցի ամենամեծ բամբասողն էր։ Ուրիշ անուն կդնենք, այ… Սոնա, հավանում ես։ Հա։ Սոնա, ինչ կա որ սազում է։ Իսկ հիմա մի քանի անգամ ասա, Սոնա։ Դե ասա։ Սոնա, հետո ինչ։ Դե իմանայի, տես ոնց է քեզ ժպտում։ Ուրախացավ։ Գրկիր քո Սոնային։ Ես էլ եմ ուզում, ես էլ։ Մայրիկդ է։ Մայրիկը, որ է մայրիկը, որ է։ Մեր մայրիկը հեռուհելուքով է գնացել, բայց պիտի ետ գա։ Նա ասել է եթե Հովիկը մեզ տղա դառնա, ապա mən ետ կգամ, ճիշտ է մեծ արին։ Իհարկե։ Ոնց էի մոռացել, բանան վերել դս համար։ Հիմա։ Սա էլ կացրել է, սա քեզ, վերցրու Հովիկ։ Հիմա կտեսնենք։ Պատրաստ, ուշադրություն։ Նարի մեջ մեծ աղջներ։ Նոր է գալիս։ Գիտես թե ով է։ Կարմի մարդ է։ Հիմա մենք սրան կլարենք։ Ճիշտ այվանիթն է։ Փորձենք։ Կդաշտիր է չէ։ Տեսեք նա դեպի դեր այսպես են խմում։ Ոչ է քեզ նման ցնցին գալու։ Հովիկ, լավն է։ Մեր տատիկը եկավ։ Բայեղավ Սատոմայի։ Անի ես կամ անդո երեխեքը որպություն չեն կաշ։ Աստված քեզ պահի։ Հանգիստ է Սատոմայի, հանգիստ է։ Շատ։ Կերի ժորանեկա, բերեք ծուրե։
Ինչ եք անում էստեղ։ Վերցրու, բռնի։ Մենք խաղա։ Ուրջու։ Սա դեռ ինչ ենք եղան, հա? Որովհետև թի է։ Դու ես։ Դու ինչ գործ ունես այս տանը։ Ես անցնում էի երեխաները։ Երեխաներն ինչ։ Երեխաները նոր մի տնգան, հա։ Ասա։ Երեխեքն ինչ։ Բարկաստու սոված չեն, տկլոր չեն։ Ոչ մի բանի կարոտ չեն։ Երեխաների մեջտեղ մի բերանա։ Երեխեքա։ Մեջտեղ չբերեմ, հա։ Սատում այրի։ Արի էստեղ։ Արի։ Միսրանն է, չես ճանաչում։ Ինչ եք անում։ Շամետ արևիկն է։ Իմացա, սա մեծ արևիկն է։ Մեծերից էլ մեծ։ Մի անգամ էլ նայի, բայց ես ճանաչում։ Հայտնվեց։ Քո արևը կտրի։ Որ ես խերջերին հորից կտրեցի, որ կտրեցի։ Тебе все это кичер, ուզում ես կնջանել տիպանես, հա? Պակիստանցի սատոմայր։ Դու Թագիս տողերեխուն, գնաս տագիս, արվեցու։ Էստուվեր, ասամուս է թղաչի գնաս տագիս, տողենա։ Շարմ կաշի, անգստատի սատոմայրի, անգստատի գործու։ Որ մեր տունը կանդեցիր, երեխեքս փոթերքից մորմացա։ Արևիկ։ Ո՞վ չի պատահել։ Իսկ ինչու ես մի տեսակ։ Ինչ տեսակ։ Չգիտեմ։ Այլ մասնակին ձեռնարկը։ Հա։ Իսկապես կգաս։ Ինչ լավ է։ Այնտեղ մի գեղեցիկ բում է ուսել։ Շատ կհավանես։ Ինչ որպես կա։ Աղավնիներ չկան։ Նրանց բունը ուրիշ տեղ է։ Ունեմ և մագնիտոֆոն, ինչ ձայնագրումներ, սնդես։ Իսկ ինչ երաժշտություն ես ավելի շատ սիրում։ Ժուրնալներ եք ունել, էկրանի վերջին համար, լավ լուսանկարներ կան։ Նես մտի։ Ես մի քիչ կարգի բերեմ։ Այստեղ ամեն ինչ ցակ ու ցրիվ է, այնպես որ Այսպես։ Ձերքդ դուր։ Ախ կներես։ Գույշ։ Հիմա մագնիտոֆոնը կմիացնեմ։ Աբա սիրում ես։ Նստիր բասկաթորին։ Այստեղ ունեմ և պլիտա Չեզվե։ Տեղը թարմար է։ Հիմա սուրճ կեփենք։ Դու սուրճ սիրում ես, չէ՞։ Ախա։ Ապա նայ։ Նայրում եմ։ Ուշադրությամբ նայ, արևի։ Քեզ է նման։ Լավ նայ։ Միթե չես նկատում։ Правда, похоже. Скажите, на манчи? Իսկ եթե երկար ես նայում, դու ես որ կաս։
Վերջերս մեր դպրոցում հասկացրին մրցույթ։ Ժամանակակից երիտասարդի դիմապատկեր։ Ես էլ քեզ նկարեցի։ Այս լուսանկարի համար առաջին մրցանակը կստանամ, հավատա։ Դու լալիս ես։ Քեզ ինչ եղավ։ Քեզ ով է վիրավորել։ Դե ասա։ Ինչ է պատահել։ Ախր ինչու չես խոսում։ Скажите, пожалуйста. Այո, Դուք վարակույր ունեք։ ինչպիսի վարակույր։ Ասենք թե մետաքս է, շերտավոր։ Ասացին 3 եք ստացել։ Բայց ձեր ինչին է պետք այդ վարակույրը։ Օժիտիս համար։ Ձեզ նմանին ես առանց օժիտի էլ կառնեի։ Բոլորդ էլ նույնն եք ասում, իսկ հետո վարակույր ունեք։ Ձեզ համար կճարվի։ Խնդրում եմ ցույց տվեք այս։ Խնդրեմ։ Բարև։ Բարև։ Անմիջապես ճանաչեցի։ Ինչ ես տանում։ Հող եմ տան։ Ինչու։ Աշտարակում այգի գցելու։ Աշտարակում հող չկա, ինչ է։ Սրանից չկա, սա Կուբանից եմ բերել։ Շնորհակալ եմ։ Սա ինչ գործում է այստեղ։ Ես նա իմ ազգականն է։ Մորաքրոջս տղան։ Ես ազգական ես էլի։ Լսի, ուզում ես ես ֆիլտրով սիգարետներ ճարեմ։ Պետք չի, ես սա եմ քաշում։ Իսկ կուզես նրան ասեմ տանի քեզ տուն, երեխաներին տեսնես։ Չէ։ Դա ինչ մեծ բան է, որ ես նրան շիպ-շիտակ կասեմ։ Պետք չի ուրիշի գործերի մեջ մի խցկվի հերիքի։ Գլխիս պատիժ ու փորձանք դարձար։ Լսիր, դու մարդ ես թե չէ։ Բա իսկի քո երեխեքին չես կարոտում։ Չեմ ուզում, որ ինձ այսպես տեսնեն։ Իմացար։ Ոնց ասացիր նրանք, հա։ Երբ։ Կռվում վիրավորին չեն լքում, հա։ Իսկ էլ այդպես չէր։ Քո ընկերը Բենան բերնից թրծրեց այդ կռիվը։ Իսկ ուստամուկուչն էլ ասաց, կռվին ձեռք չտակ։ Եվ նա ճիշտ ասաց։ Դա ուրիշ ժամանակ էր։ Նրանք ուրիշ մարդիկ էին։ Հեռու մեքենայի։ Բակարել է կռվի ժամանակը մեր ժամանակի ղարնեն։ Նրանք ուրիշ մարդիկ էին, ուրիշ։
Էս սղարի, դու ստանն ես հապում։ Չէ։ Ասենք դա կարևոր չէ։ Բարձրացիր խնդրում եմ երկրորդ և այս կապոցը հանձնի Անդրասյաններին։ Հավես չկա։ Ինչու ինչ դժվար բան է քեզ համար։ Խնդրում եմ հանձնիր տարելի։ Վար։ Ապրես։ Ինչ ասեմ։ Եթե տանը մեծ մարդ չլինի և դուրը բացի մի աղջիկ, ասա որ սա բերել է մեծ արևիկը, սա ես եմ, հասկացար, իսկ եթե մի պարավ բացի, ասա որ սա բերել է ինչ-որ մի անծանոթ քերի, հասկացար։ Էդ դու ես քերի անդոյին բանտարկել։ Ես մարդ չեմ բանտարկել։ Ապա ետ ուր ինձ պատետը։ Զենա, կտանես։ Լսիր, ես այստեղ կսպասեմ։ Ապրես։ Հտրեմ։ Արևիկ։ Բարև։ Բարև։ Տեսնում ես որ նորից եկա ես։ Գիտես որ մեր տատիկը ընկել է։ Ընկել է։ Ինչից։ Ոտից։ Տատիկը երեք հիվանդացավ, հետո բժիշկ եկա։ Ամեն ինչտեղներ դա էր պակաս։ Հիմա ինչ ենք անելու։ Չգիտեմ, տուն գնանք։ Հիշում ես թե հեն անգամ ինչ բաղնի սարկեց գլխիս հատո տատիկը, հա? Ապա լավ մտածի, ինչպես կարող է ես բան գցել քո օրը, ես եմ որոշումով նստի, հա? Բա ես մեղավոր եմ, որ այդպես ստացվեց, եթե ես ճիշտը չասեի, դա հայրիկիդ կօգներ, հա? Դու էլ ես այդպես մտածում Արևիկ, չէ։ Գնա։ Գաց, բասիր, իսկ են հասլիկ, չաղլիկ ժորան տանն է։ Նա Մոսկվա է գնացել, տանը մենակ հարևաններն են, ոչ ես վախենում։ Ես? Ես ոչ մեկի չեմ վախենում։ Որ այդպես է գնանք։ Միայն չեմ սրում, երբ վրաս գոռում են։ Ես եմ։ Ենքան ուրախ եմ, որ եկա։ Հասկանում ես, չէ։ Ջերմությունը շատել եք։ Չէ, տեսանի դամներելի բան է։ Հասկացա։ Բարև։ Համեցեք, բարև ձեզ։ Համեցեք։ Լսիր, իսկ եթե փորձենք Ահա, եկավ, ցավիս վրա ուրախանալու։ Պետք չէ սա դու մայրիկ, հանգստացի։ Ոչ, նա չի զառանցում, պարկեք հանգիստ։ Ուշադրություն, դարձրեք, էմոցիոնալ ստրես։ Այստեղ ցուրտ է, խորհուրդ չեմ տալիս հանվել, կարող եք հիվանդանալ։ Իմ տեղամասում շատ կան գրիպով թարապողներ։ Գրիպով։ Այո, իսկ ես մենակ եմ, այնպես որ ժամանակ չէ ունենա բուժելու ձեզ եւ ձեր աղջկան։ Ինչ մայր, նա իսկ էլ մայրը չի։ Մամաշա, դա ձեր ընտանեկան գործն է։ Դեռ այժմ առողջացեք։ Ամեն ինչ լավ կլինի։ Միան հանգստացեք։ Դեպի աջ։ Այո։ Սա դու մայրիկ, հանգստացեք։ Ոչ երանի ձեզ։ Ինձ։ Այո։ Ինչու։ Ես էլ եմ թարապյալ։ Ձեր այդ կեսուրները իմ էլ զոքանչը։ Որ ասեմ շաքարը չավատակ։ Հա, իսկ սրանից պետք է դուք մեկական հապ օրը 3 անգամ եւ բնականաբար ուտելուց հետո։ Լավ օգնում ներարկումները, սակայն բուժքույրերի հարցն է դժվար, չգիտեմ ինչով կարող եմ ձեզ։ Սրսկու։ Այո։ Ես կարող եմ։ Սքանչելի է։ Բավականություն կստանաք։ Անձամբ ինքս եմ սրսկում զոքաչից։ Ոչ ոքին չեմ վստահում, վիթխարի բավականություն է, ներվային սիստեմն է կարգավորում։ Այո։ Հա, շատ ցուրտ է այստեղ։ Չեմ հասկանում, ինչու է այսպես ցուրտ։ Գիտեք, թարսի պես մեր շենքի ջերուցումը փչացել է։ Պետք է որևէ բան ձեռնարկել։ Տանը հիվանդ պարավ կին է բարկած։ Խղճի հակառակ բան է, բա եղավ, չեղավ։ Ճիշտ որ։ Իսկ ինչ է այս սրբազանավերակները քանդման ենթակա չեն։ Մենք հենց քիչ առաջ այդ մասին ենք խոսում։ Բա ոնց բրի, ենթակա են։ Մեզ նույնիսկ հայտնել են մեր ապագա բնակարանների համարները։ Բարով եք գալիք։ Բժիշկ դուք մոռացաք դեղատոմսը։ Կներեք սկլերոզ, մեզ մոդել է լինում։ Սպես դու։ Լսիր, ուր է դեր վարարանը։ Պետք է որ ունեցած լինեք։ Ունեինք, ծակոտվել է։ Կերի ժորան ասած կբերի, բայց հիմա գնացել է Մոսկվա։ Ախ, ձեր այդ կերի ժորան։ Էդ ինչ է։ Ոնց թե։ Վարարան։ Ինչով ենք վարել։
Ինչով։ Ասացին քարածուխ են լսում էստեղ։ Գժվել է, ինչ է։ Քարածուխ որտեղից ճարենք։ Ինչ քարածուխ։ Լսի, կորսրու է դվիշապը։ Ես մեր տնից 5 կերասինքան կբեր։ Կերասինքա պետք չէ։ Ետ տար էստեղից ետնոցը։ Տուն գնաց սուրտը կմրսես։ Արևիկ, դու էլի կգաս։ Դա ինչ ասելու բան է։ Բան մեծ արևիկը փոքրի մենակ կթողնի, հա? Դու տուն գնա եւ տակ հագնվի, հովիկին են հագցրու, ես շուտով կգամ։ Այդ ինչ է։ Գնում ես մեր մոտից։ Հա։ Չէ, չեմ գնում։ Դե ինչ ես կանգնել, արի օգնիր ինձ։ Թարքդված կանգնել է։ Бип. Осторожно, Овик. Уступи дорогу. Бип. Այ, դե տես։ Հիմա շորերդ կհանեմ, քեզ կսրսկեմ եւ դու կլավանաս։ Ես էլ եմ ուզում սրսկել։ Չէ, Հովիկ, դու դեռ փոքր ես։ Չվախենաս ունա, իսկ ինչի՞ ցավ։ Իմ ասածը մայրիկ։ Հանգիստ պատկիր։ Ահ, սերոբ։ Էստեղ էլ ինձ վարեցիր քո խելքու հունարով։ Դու մեռար, ես էստեղ տանջվում եմ։ Սատո մայրիկ, ես պիտի սրսկեմ։ Պատրաստվիր, 2 օրից հետո պարես գալու։ Ձերս առնում։ Ես? Չէ։ Անամոթ։ Քեզ ասել մարծակի։ Շրջվիր կողքիդ վրա եւ վիրավորիր, որքան սիրտդ ուզում է, ես դրան սովոր եմ։ Դե ասա կաշիդ, հաստա էլի։ Նե տատիկ կաշին հաս։ Մայրիկ, դու շատ նման ես իմ տատիկին։ Ինչ էլ որ ես անեի, նա ինձնից միշտ դժգոհ էր։ Դե ասա դու ես նրան քշել էլի։ Կքշեի ոնց չէ։ Նա իր բոլոր տղաներին գերեզման դրեց։ Հարսներին էլ հետը։ Բա հիմի, մենակ ես մնացել։ Մենակ։ Բան չկա, ոչինչ դիմանում եմ, իմ կաշին հաստ է, շատ է հաստ։ Իսկ հիմա շրջվիր։ Երեխաներին ասա թող երեսները շուռ տան։ Սատո մայրիկ շարժվես, կտավա։ Վեշ, պրծավ գնաց։ Իսկ դու վախենում էիր։ Հիմա էլ քեզ։ Էդ ինչ եք անում, հա? Մաքրում եմ չես տեսնում այ աղջի։ Բա եղավ։ Բա իմ տան գործնով է անելու։ Մեր շուրի կդորն ենց դուր։ Դու գնա ուշ է, մութը արդեն վրա տվեց։ Առանցեն էլ շատ մնացիր։ Սատո մայրիկ դու պարկի, ես կմաքրեմ։ Եվ իսկույն կգնամ, անպայման կգնամ։ Աշխատում ես, հա? Հա։
Այ, հիմա սա գտնենք իր տեղը և կսկսի թկթկա, տեսար, դե պտը տիրանում։ Արևիկ ուզում եմ ինչ։ Զուգարա։ Արևիկ, թող ես տանեմ նրան։ Բա եղավ։ Դերա, տղա մարդ է։ Դու ինքը, չէ հովիկ, ինք։ Ես ինքս։ Մարտուն, ինչ-որ կեզ հանձնարարել էին կատարեցիր։ Չէ, ժամանակ չունեի։ Միայն այնպես արա, որ չվիրավորվի։ Դելա, բոլորդ էլ գլխսից վարժապետ եք դարել։ Օ, մարդը տանք հանձնարարելու, դրան լավ գիտեք։ Տեսնեք, ինչ երեխա է, հա? Երանի ես էլ էսպիսի մի թորնիկ ունենայի։ Արևիկի բանն է, ոնց է երևակայում։ Կեցես, ոնց էր։ Կարգին, նե, անցնենք առաջ։ Արևիկ, այստեղ ստորագրիր խնդրում եմ։ 10, 3, 4, Սա ինչ բան է։ Մենք մի քիչ փող ենք հավաքել քեզ համար։ Ինձ համար։ Այո։ Ինչու։ Ես։ Ինչու ես ինչ փող է։ Կարող ես գոնե մի բան մարդավարի անել։ Ինչու նրանից ստորագրություն վերցրիր։ Ում էր պետք։ Այդքան շնորհքել չունի։ Դուք ուղղակի քեզ։ Բյուրոկրատ ես։ Փողը հաշիվ սիրում է։ Մեկ էլ տեսար մարդիկ կարծեցին, թե ես։ Ձեր փողն ինչիս է պետք։ Ինչիս։ Ինչ կա գործ։ Աղջիկները որոշեցին քեզ օգնել։ Միանգամից երկու երեխայի տեր դարավ, հա ձեր կեսուրն էլ վրա։ Ինձ պետք չի ձեր փողը։ Ձեզ ով խնդրեց։ Ով։ Պետք չի։ Առանձրանը յոլակը գնամ։ Գնա։ Դու այդ փողերը այդպես մի շփրտի։ Փողը քեզ համար չենք հավաքել։ Այդ երեխաների համար մենակ դու չես պատասխանատու։ Իմացար։ Հակուշը ճիշտ է ասում։ Դու մենակ գլուխ չես հանում։ Մենք քեզ համար օտար չենք։ Չես հավատում մեր անկեղծությանը։ Հա։ Հպարտ ես եւ ծածկամիտ։ Ինչ է, մենք սիրտ չունենք, մարդկանց մեջ ես ապրում։ Որ ինքներդ եկաք։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ խիստ անհանգստացած եմ նրա վերաբերմունքից։ Ես ոչ չեմ ուշացել։ Ճիշտ ժամանակին ասա, չէ։ Այսօր այնպիսի վատ բան է արել։ Հապա ինքդ պատմիր։ Պատմիր։ Այդ ինչ ես արել, հա։ Ստիպված եմ ինքս ասել։ Նա ծեծել է Կարենին։ Ո՞ր Կարենին։ Այ նրան, իր դասընկերոջը։ Էս հաստլիկին։ Այո։ Իսկ իր հաստլիկ չէ, ինձ նման թմբլիկ է, հասկացա։ Մենք լավ ենք սնում մեր երեխաներին։ Տղայից ձեր չորչոպիկ աղջկա հետ չհամատեք եւ ոչ էլ ձեզ է։ Ինչեր եք ասում։ Ես ինչի ասում։ Արևիկը նիար չէ, նա բարեկազմ է, նազելի։ Այն էլ ասեմ, որ նա նոր ճաշակի տեր է, զզվում է հաստլիկ տղաներից։ Դեր ասելով ես նազելի չեմ, հա։ Դժվար է ասել։ Չլինի աղջիկը ասեն տղաներին ջոկում է։ Այդ ինչեր եք ասում։ Այդ ինչ եք ուզում ասել։ Այն դրասացի։ Ինչ։ Դուք մայր եք։ Եվ չհամար Այդ էլ բանտակված է։ Ինչ ասացի։ Չգիտեմ, թե ինչ անեմ ես։ Ախր դու աղջիկ ես։ Ու կռվում ես տղայի հետ։ Լավ է, որ ես եկա։ Բա որ տատիկդ գար։ Ուզում ես, որ նորից հիվանդանա։ Ուզում եմ։ Հասկանում ես ինչ ես ասում։ Հաբարի այստեղ։ Քեզ ինչ է եղել։ Ամբողջ օրը վույ-վույ անում։ Դուք անբախտ եք, դուք որբ եք։ Մայրիկի բեռնելուց առաջ էլ էր վույ-վույ անում։ Ձերացել է քո տատիկը։ Ուժ չունի ձեզ կարգին պահելու։ Կարծում ես հեշտ է այդ տարիքում, հա։ Դե որ այդպես է մեզ տարեք մակատում։ Իդ ինչու։ Չէի կարծում, որ այդքան չար կլինես։
Գիտես թե ինչ, չար մարդը դա աշխարհի ամենադժբախտ մարդն է։ Ոչ ինքն է ուրախանում եւ ոչ էլ ուրախություն բերում մարդկանց։ Արևիկ, կուզես, քեզ մի գաղտնիք հայտնեմ։ Հա, հենց որ քեզ վիրավորում են, դու ժպտա։ Ինչպես։ Այց այդպես։ Ինձ վիրավորում են, իսկ ես ժպտում եմ։ Ինձ վիրավորում են, իսկ ես ժպտում եմ։ Ինձ վիրավորում են, իսկ ես ժպտում եմ։ Դու ժպտա։ Այս շատ լավ է։ Հիմա տեսան որ ուրախացանք։ Կգնանք քեզ համար լավ կլինի։ Մեր ալիքը այնքան խաղալիքներ ունի, որ կգաս մեր տուն, քո աչքով կտեսնես։ Իրերը հավաքի։ Այ մարդ երեխին հագցնում եմ 1000 ձեռք չունեմ։ Ուշանում ենք դու էլ։ Բան ասած։ Մալուն ես տալի։ Քիչ խոսի։ Բարև աղջիկս, ինչքան ես մեծացել, քիչ մնաց չճանաչեի։ Նա էլ մեծ արևիկն է։ Տես է։ Ձեզ շատ եմ շնորհակալ։ Ինձ, ինչի համար։ Ամեն ինչի ինչ որ արել եք, ես ու կինս որոշեցինք երեխաներին տանել Լենինակա։ Ոնց թե ես էլ հովեկի մանկապարտեզում տեղավորեցի եւ Արևիկն էլ դպրոց է գնում։ Չանհանգստանա, քանի ողջ եմ, երեխեքը որփություն չեն կաշվի, օտար չենք։ Արի աղջիկս, արի, քո կերակինն է, բարևիր նրան, օգնիր քերընկանը տիրերը հավաքի, արի, այ այդպես, ապրես։ Արդեն եկել են, հա? Ուսիչ, հետաքրքիր մարդիկ են։ Ես քանի օր գալիս են։ Երեք օրը կայարան եմ գնում այնտեղից այրոպորտ։ Չեմ տեսել, տեսքդ էլ վատ է։ Իվատ ոչ ես։ Ես էլ ոչինչ, լավ եմ։ Գիտես ինչ, ես արդեն մեքենա գնեցի։ Ես չգնեցիր։ Ոնց։ Ես իմ խոսքի տերն եմ։ Եղբայրս կոոպերատիվ շենքում է ապրում, բախտը բերեց, արևոտ շնորհքն էր։ Ես էլ մեր տունը սարքեցի, կարգի բերի։ Հա։ Տեսնում ես ամեն ինչ լավ է։ Բա ոնց, ախր քեզ ասացի, մի քանի տարի ամփերի, ուրիշներ ավելի շատ են ամփերում, չէ։ Գուցե ես էլ համբերի, եթե երեխա ունենայի։ Երեխա բերիր ու պրծար, չէ, արկորոտ տեր կաննել, դաստիրակել։ Դաստիրակել։ Ինչու ես վիրավորում։ Ես եմ վիրավորում, դու այն ժամանակ ջահել էիր, գլուխդ լիքը քամի։ Քամի։ Բա ինչու ինձ արար, որ այդքան խելոք էիր, երեխա չէիր ուզում ունենայինք, սպասի եղբորս կարգեմ, սպասի տատիս թաղեմ, սպասի մեքենա առնեմ, կյանք սավերեցիր սատանի կոտոշ, իսկ հիմա ծիծաղում ես ինձ վրա։ Արևիկ, էդ ինչ ես ասում։ Քեզպեսներին բանտարկելը քիչ է։ Այդ մեկը դու կարող ես։ Կարող եմ։ Ես աշխարհում դու ես հարկավոր խղճուկ։
Ես ամոր։ Կարծում ես, որ մեքենա գնես իր մարդ դարար։ Մի գորա մարդիկ նայում։ Դե գնա գորի։ Թե չէ միլիցիա կկանչեմ։ Արևիկ, իդ ոնց եկար էստեղ։ Ես նրանց թողեցի ու փախա։ Տեր Աստված, սարալ պետացել ես, արի գնանք տունը։ Հիմա աղջիկ։ Փախել ես ինձ մոտ։ Ձերքերը սառույց են դարել, հիմա կտակացնեմ, ինչ լավ է որ եկար։ Սա իմ սենյակն է, հավանեցիր, հա, հավանեցիր։ Հիմա ես քեզ մի բան ցույց կտամ, արի։ Հիանալի բան է, նվագարան։ Ես սա միացնում եմ գաղտնի, որովհետև տանտիրույս ամեն օր կրկնում է։ Դուք չափից ավելի եք ծախսում էներգիան, խնայեք էներգիան։ Ես էլ ջարս կտրած լսում եմ նրանց, ինչպես գտարի ինձ, հա։ Ինչպես ասար այստեղ։ Ես ամեն ինչ արեցի այնպես, ինչպես դու էիր ասել։ Ես ժպտում էի, իսկ հետո երբ նրանք իրերը հավաքում էին, ես թողի նրանց ու փախա։ Դու լավ բան չես արել, դա արդեն չեղավ։ Ես կմնամ քեզ մոտ։ Այդպես չի կարելի, չէ որ նրանք քո հարազատներն են, չէ։ Քո քերակինը, քո քերին։ Դա արդեն չեղավ։ Բա դա անելու բան է, հա։ Չէ, ես կմնամ քեզ մոտ։ Բայց ես չեմ կարող։ Ես իրավունք չունեմ։ Ես օտար եմ քեզ համար։ Չէ, ճիշտ չէ։ Ես օտար եմ։ Եթե դու ինձ դուրս անես, ես կլինեմ ամենադժբախտը, ամենաչարը։ Եվ ոչ ոք, ոչ մեկ ինձնով չի ուրախանա։ Դու ինքդ ասացիր։ Քեզ դուրս չեմ անի, ես քեզ ոչ ոքի չեմ տա, լսեցիր։ Կուզես ես ու դու հիմա միասին տեղ խմենք, իհարկե։ Վերարկու տանիր, չէ, տունը ցուրտ է, նոմրսել ես։ Վերցուր իմ շալը։ Նստիր, հիմա ես քեզ համար մուրաբակը բերեմ։ Հիմա թեյ կգնենք եւ միասին կխմենք։ La 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 la. Oh, que brava. Նորից ձեզ բարև։ Ես ձեր դեմ ոչինչ չունեմ։ Աղջկան պիտի տանենք։ Ասացեք նրան, որ դուք իրեն այցի կգաք։ Համոզեք նրան։ Շուտ արա հագնվիր։ Ժամանակ չունեմ։ Ող չկա կգաս թե չէ։ Շուտ արա։ Չեմ ուզում։ Արևի, ես մարդկանց ասա, որ ես չեմ ուզում իրենց հետ։ Հանգստացիր, բայց այս բան կասեն ես մարդիկ։ Սա քո քերակինն է։ Родной дядя։ Չեմ գա։ Ինչպես թե դու պետք է գաս, որ հովիկը մենակ չտխրի։ Իսկ հետո մեզ մոտ կգա նաև քո արևիկը։ Մենք այդպես էլ պայմանավորվել ենք, չէ։ Իհարկե, գնանք։ Իհարկե։ Գնանք։ Բա ոնց, առանց նրան մենք յոլա չենք գնա։ Գնանք։ Առանց քեզ մի շաբաթ չեմ դիվանա, միայն թե չտխրես, իմացար, չտխրես, նստիր, հիշում ես մեր պայմանը, հա, իսկականից, նայիր իմ աչքերին, իսկ հիմա ժպտա,
Ինչպես որ քեզ ասել էի։ Ավելի ուրախ։ Էլ ավելի ուրախ։ Ապրես։ Տեսար։ Այս աղջկան գեր ես արել։ Մի դուրը փակի։ Мы едем или не едем? Что ты кричишь? Полдня из-за вас потерял. Ինչ ես եկել։ Ինձ նրա մոտ դար։ Ո՞ւ։ Անդրանիկի։ Դու նրա մոտ գնում ես, չէ՞։ Հա, գնում եմ։ Հետո ինչ։ Ինձ էլ տար քեզ հետ։ Մարդուն իզուր ինչու անհանգստացնենք։ Ուրեմն ինչ ես տանի։ Ես ինքս կգտնեմ։ Լավ կտանեմ։ Սպասես։ Բարբար։ Ես ինչ է։ Քեզ համար իրար չխառնես, իրանի խորտը։ Ես Սանդոյի մոտ դատարկ ձեռքով չեմ գնա։ Ես էլ եմ բաման վերցրել։ Ինչ ես վերցրել։ Մեղր, քաղցրեղեն, մի քիչ միրգ, թխվածք եւ Ինչ։ Ոչինչ, հանգստի տուն ես գնում։ Հասանք։ Իսկ որտեղ է բանտը։ Սա բանտ չի արևիկ։ Այստեղ նրանք են աշխատում ում ժամկետը տարուց պակաս։ Այդ ես հող եմ բորում։ Տեսար։ Ենտեղ է։ Գնա։ Գնա։ Իսկ դու։ Ես այստեղ կսպասեմ։ Գնա։ Գնա մի վախեց։
Բարև։ Բարև։ Ինչու ես բերել։ Ես քեզ Ժորան եմ ուղարկել։ Նա այնտեղ է։ Մեքենայում նստած։ Այդպես էլ չես հանգստանում։ Կեր։ Չեմ ուզում։ Դու լավ ես, հա։ Հա, շատ։ Տեսնում եմ, բա ոնց։ Նստել, քեզ համար հող ես փորում։ Իսկ ես խղճիս հետ կռվելով ապրում եմ։ Ամեն ինչ իմ գլխին է կոտրվում։ Դու ես մեղավորացներին քիչ թրվռա։ Քեզ մտքներից կհանեին եւ ուրիշ մեղավոր կգտնեին։ Հո։ Ստացվում է, որ էլ ես եմ մեղավոր։ Հա։ Ես։ Չէ, դու ինձ միջև վերջ լսի։ Դյասա։ Ասա, օրինակ, ես ինչ կարող եմ քեզ համար անել, որ չեմ արել։ Հա։ Ախ, դյասա, ինչ պիտի փոխվեր։ Ինչ պիտի փոխվեր, եթե ես այն ժամանակ իսկությունը չասեի, դյասա։ Դատարկ բան է, դատարկ։ Դատարկ։ Բայց ինչու են ընկերներդ ինձ մեղադրում։ Էդ ինչու։ Ինչու են ամեն ինչ բարդում ինձ վրա։ Իրենց անճարակությունից։ Անճարակությունից հասկանում ես։ Այ ասենք Ժորան, իմ հին ընկերը, միասին ենք մեծացել, բայց տարի ուտես իմ դժբախտության հաշվով անճարակ գտնվեց։ Անզոր եղավ օգնումը, դրանից էլ չարանում է, չի հաշտվում այդ մտքին և սկսում է ուրիշին մեղադրել։ Մեղադրել։ Ինչ է դրանից նա ուժ է ստանում։ Չգիտեմ։ Այստեղ ինձ էլ մարդիկ կան նստած, լսում եմ նրանց և ոչ ոք չի ընդունում, որ ինքը մեղավոր է։ Ոչ ոք։ Ոմանք մեղադրում են ծնողներին, ոմանք ընկերներին, ոմանք կանանց, ոմանք էլ երեխաներին։ Ոչ ոք չի ուզում խոստովանել, որ ինքն է մեղավոր։ Եվ անպայման ինչ-որ մեկին ատում են։ Երևի դու էլ ինձ ես ատում։ Մեկ, երբեմն։ Չէ, ճիշտ չէ։ Ճիշտ չէ։ Դու չես կարող ատել։ Չէ, որ դու ուժեղ մարդ ես։ Դու էլ ուժեղ մարդ գտար ոտքերդ էի ընկել։ Գլուխս կորցրել վախից։ Դու էլ բանասիր ոտքերս։ Այդ քո համար չէր, երեխեքի համար էր։ Նրանց համար էլ պետք չէր։ Շատ ես ինքնապաշտ։ Միշտ դեպի քեզ, ինքդ քո մասին։ Իսկ հիշում ես, թե քեզ ինչ ասի։ Ասացի թող խնդրեմ քո պետին կես ժամով տուն թողնի, երեխեքիդ տեսնելու, մորդ տեսնելու, ոնց կլիներ, ինքնասիրությանդ կպան։ Ոնց կլիներ, որ քո այդ տեսքով տունդ մտնեի, ծերոն կխրտնեին քո այդ ծև բամբակե շալվարի։ Դե սպասի, թող ավարտեմ խոսքս, չէ կարևորն է ստեղ քո գլխարկն էր եւ քո շորերը։ Կտեսներ երեխեքիդ, քո պարավ մորը, ընկերները նրանց որբեր են համարում։ Ասում են խեչ որբերին չենք լքի եւ ինչու։ Ինչու է ձեզնից ամեն մեկը փորփրում իր զգացմունքները, պաշտում իր ինքնասիրությունը եւ այդ ամենը խեղճ երեխեքի գլխին է թափվում։ Այդպես չի կարելի, ախր նրանք չեն դիմանա։ Իսկ գիտես ինչ։ Անդրանիկ, ես վախենում եմ թույլերից։ Հա, թույլ մարդուց ավելի ահավոր բան չկա։ Վերջ ես իմ ասացի։ Ես շատ եմ ուզում, որ երեխաներս ապրեն քեզ հետ։ Շատ եմ ուզում, որ մեծանան քո կողքին և որ լինեն քեզ նման։ Հասկանում եմ, քեզ համար դժվար կլինի։ Բայց ես շուտով տուն կգամ։ Այդ ինչ։ Այդ ինչն արեցիր։ Այդ ինչու պետք է նրանք նման լինեն ինձ։ Ինչ ես հոգ ես ուտում, ինձ նման, բա։ Խելքս գլխիդ է, հա։ Ես ով եմ նրանց համար։
Նրանք ինձ իսկի չեն էլ լսի։ Նրանց ինչ եմ ասելու։ Բարև ձեզ, ես էլ ինչն եմ, մորակույրը։ Իսկ Սատո մայրիկն ինչ կասի։ Իսկ ինչու համար ինձ չպետք է լսեն։ Նրանք շատ լավ են, ինձ կլսեն։ Իսկ Սատո մայրիկը